Չտեսնված, չլսված մի գազան։ Բուլղարական ժողովրդական հեքիաթ։ Մի գիշեր գյուղացու մեկի մարաքը բու է մտնում։ Երբ լույսը բացվում է, բուն վախենում է դուրս գալ, մնում է մարաքում։ Առավոտյան գյուղացու տղան գնում է խոտ բերելու։ Տեսնում է կիսամթան մեջ երկու խոշոր աչքեր են փայլատակում։ Նրանց տակ էլ ինչ-որ ցից-ցից փետուրներ են շարժվում։ Այդ, որ չի ընկնում աչքովը, շատ է վախենում տղան։ Եվ նա վազում է դուրս ուղիղ հոր մոտ։ Ախ, հայրիկ, այնպես վախեցա, չտեսնված, չլսված մի գազան է թաքնվել մեր մարաքում։ Քիչ էր մնում կուլ տա ինձ։ Դե գնա վախկոտ, ինքդ քո ստվերից վախենում ես։ Եվ հայրն ինքն է գնում մարակ։ Մտնում է, թե չէ, աչքովն է ընկնում բուի խոշոր աչքերն ու փետուրները։ Եվ նա պուկ փախչում է դուրս։ Տղայից էլ շատ է վախենում։ Գնում է հարևանի մոտ և ասում սարսափած. Հարևան սիրելի, դու ինձ և հայր ես, և հոգածու մայր։ Եկ օգնիր, չտեսնված, չլսված մի գազան է մտել մարաքս։ Քիչ էր մնում ինձ էլ, տղայիս էլ մի անգամից կուլ տար։ Եկ միասին հանենք նրան։ Հարևանը գնում է, բայց հենց որ մտնում է մարակ և տեսնում փայլատակող աչքերն ու ցից-ցից կանգնած փետուրները, վախից լեզուն կապ է ընկնում, սարսափահար փախչում է։ Այնպես է իրեն դուրս գցում, որ տղային էլ, հորն էլ ոտնատակ է տալիս։ Վազում է ամբողջ ուժով։ Գյուղի մեջտեղում նոր կանգ է առնում և ինչքան ուժ ունի կանչում. Հեյ, գյուղացիք, եկեք, հավաքվեցեք, չտեսնված, չլսված մի գազան է մտել հարևանիս մարաքը։ Այնպիսի մի գազան, որ քիչ էր մնում ինձ էլ, հարևանիս էլ, տղային էլ մի անգամից կուլ տար։ Հասեք գնանք վռնդենք դրան։ Ամբողջ գյուղը ոտքի է կանգնում, էլ տղամարդ, էլ կին, հրացաններով, դանակներով, որը եղանն առած, որը քլունգը, հավաքվում են ու գնում դեպի գյուղացու մարաքը։ Գնում են ու մտնում ներս։ Բայց հենց որ բուի ածուխի նման փայլատակող աչքերն ու ցից-ցից փետուրները ընկնում են աչքներովը, թողնում փախչում են, ում աչքը որտեղ կկտրի։ Ճանապարհին գյուղի քաջերի քաջը, հերոս մի տղա, հրացանն ու սին հանդիպում է սրանց։ Ուր այսպես, եղբայրներ, ինչու եք փախչում, ինչ է պատահել, ետ վերադարձեք, քանի ես ձեզ հետ եմ, ինչից եք վախենում։ Օ, սարսափելի է, քաջերից քաջ, սարսափելի, չտեսնված, չլսված մի գազան է եկել մեր գյուղը, աչքերով մարդու ծակում է։ Քո քաջությունն ինչ է նրա մոտ, քիչ էր մնում բոլորիս միասին կուլ տար։ Դե, վերադարձեք, ինչ եք խաղք ու խայտառակ լինում երեխաների առաջ։ Եվ քաջ տղան առաջ ընկած, գյուղացիներին տանում է իր ետևից։ Հրացանն իջեցնում է, մտնում մարաքը։ Բուն հենց որ տեսնում է հրացանավոր մարդուն, վախենում է, աչքերն ավելի լայն են բացվում, փետուրներն էլ ավելի ցից-ցից տնկվում և նա սպառնագին բաց է անում թևերը։ Այնքան սարսափելի տեսք է ստանում, որ քաջերի քաջը վախենում է։ Շուռ է գալիս, որ փախչի, ոտքը դեմ է առնում մարաքի շեմին, ընկնում է։ Այլևս չի կարողանում վեր կենալ։ Այս որ տեսնում են գյուղացիները, վախից լեզուները կծում են, բայց նրանց մեջ ավելի սրտոտն ասում է. Եկեք վառենք մարաքը, վառենք գազանին, միայն այդ ձևով կազատվենք այդ հրեշից։ Վառենք, վրա են տալիս չորս կողմից գյուղացիները, ասվածն արված է, կրակ տալիս, վառում են գյուղացու մարաքը։ Բայց բուն դուրս է թռչում բաց լուսամուտից ու կաշին փրկում, իսկ վախկոտ գյուղացին մնում է առանց մարաքի։